Հարգելի ներկաներ, ազգային ժողովի պաշտպանության եւ անկախության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր հրավիրված խորհրդանական լսումները Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնախնդիրների եւ օրվա հրամայականը հանդիսացող ասթեմային առնչվող բազմաբնույթ հարցերի մասին է։ Ոլորտում առկա խնդիրներով պայմանավորված պատահարների հետևանքները պատճառած նյութական վնասների տեսանկյունից հանրության համար հսկայական բեռ են, բայց որ ավելի ցավալի է, խլում են անհամար մարդկային կյանքեր, շատերը դառնում են հաշմանդամ։ Ըստ վիճակագրության տվյալների, համաշխարհային մասշտաբով ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում տարեկան գրանցվում է 1.2 միլիոն մահվան դեպք, իսկ վրաերթերի թիվը հասնում է 50 միլիոնի։ Հայաստանում վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ։ Տարեկան կտրվածքով յուրաքանչյուր օր ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դառնում միջինը 1 մարդ, վիրավորվում 16 մարդ։ Չնայած ենթակառուցվածքների եւ երթևեկության կառավարման բարելավման ուղղված միջոցառումներին, արդյունքները, ինչպես տեսնում ենք, բավարար չեն եւ մեզ դեռևս չի հաջողվել առավելագույնս չեզոքացնել բացասական հետևանքները։